Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ իմ գործընկեր ակտիվ լրագրող Սյուզի Բադոյանին, բարև ձեզ, Սյուզի։ Մենք երևի խոսենք դույով, որտեվ անկախ ամեն ինչից, մեր հարաբերությունները այնպիսին են եւ գործընկերային եւ ընկերային, որ դուքով խոսելը մի փոքր մեր զրույցը կեղծ կդարձնի, այո, միանշանակ։ Սյուզի, ինչպես ես։ Նախորդ անգամ հաղորդմանն ասել եմ ինչպես բոլոր adekvat մարդիկ։ Ահա։ Այսօր կասեմ, որ մի քիչ ավելի փառավորված։ Նո վերջին զարգացումների ֆոնին մի քիչ հույսեր կան եւ զգացողություններն ավելի թեթև, ավելի չասեմ անհոգ, բայց ավելի հուսադրող։ Հուսադրողությունը ինչով է պայմանավորված։ Ես թվարկեմ, դու արդեն փորձիր հաստատել կամ հերքել։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Միանշանակ պետք է արձանագրեմ, որ եկեղեցու հետ կապված լուսաբանումներում բավականին ակտիվ ես։ Կապ չունի, որ եկեղեցում է տեղի ունենում կեղծ պատարակ է, իրական պատարակ է, Սյուզի Բադոյանը միշտ այնտեղ է, իր տեսախցիկը արձանագրում է ամեն ինչ եւ իրականում հիմնական լուսաբանումը, նաեւ իմ այլ գործընկերներ նույնպես ակտիվ են, բայց այսպես հիմնական էքսկլյուզիվ բնույթի նյութերը միշտ պատկանում են քեզ եւ ես ուրախ եմ, որ նաեւ մեր լրատվամիջոցներով այդ ամեն ինչ այսպես լավ սփռվում է եւ մեր ժողովուրդն էլ ավելի քաջատեղյակ է դառնում, թե հենց տեղում բուն ինչ է կատարվում, ինչ իրադարձությունների ընթացք է ակնկալում է շրջանում եւ նաեւ Մասիսում բավական ակտիվ լուսաբանում էր իրականացնում Մասիսում մենք տեսանք շատ հետաքրքիր ելքեր այդ իրադարձություններից այո սիրելիս Մասիսը կարծես թե հավակնում է այս ամբողջ անկման էպիկենտրոնը դառնալ, հա Փաշինյանի այդպես դառավ Փաշինյանի եպիսկոպոսած շարժման որտեվ Փաշինյանը ըստ էության ստեղծել է եպիսկոպոսած շարժում, որում ինքն է ու մնացածը չկան։ Ինքն է Գևորգ Սրբազանը նախկին, որ նա այլևս Ավազանին անունով պիտի կոչվի Արմանը։ Այո։ Եվ մյուսները չկան, բացակային, բայց անունները կա, ինչ որ միտեղ գրվել է։ Հիմա եթե մենք մի քիչ վերադառնանք ավելի հետ, այսինքն 25-ը մենք շատ ծանր տարի էր մեզ համար։ Սաստիկ ծանր էր։ Մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես լրագրող առավել եւս, որովհետեւ մենք իրադարձությունները ամենաառաջինն ենք զգում, առաջինն ենք խաղում, առաջին էմոցիաները մենք ենք ապրում, չէ՞, ինչեւ փոխանցել է։ Մենք սպասումներ ունեինք, որովհետեւ ընդդիմությունը այսպես փորձեց քաղաքական գործընթաց սկսել իմպիչմենտով։ Իհարկե մյուս թևը համենայն դեպս ոչ մի խոստումներ չէր տալիս, բայց իմպիչմենտով կարծես թե հավակնում էին process-ներ սկսել եւ թույլ չտալ, որպեսզի ընտրություններով երկրում իրավիճակ փոխվի։ Բայց ձախողվեց, թե քայլերը հաշվարկած չէին, թե իսկապես Դավիթ Համբարձումյանի ձերբակալումով այդ ամեն ինչը խաթարվեց, միգուցե ուղղակի քաղաքական գործընթաց էր պետք։ Պարզապես չստացվեց։ Հա։ Անդիմությունը հերթական ֆիասկոն ապրեց եւ այս ընթացքում Փաշինյանը սկսեց ասես հետևի ոտքերով գազ տալ ու հավաքել ուժերը, որպեսզի հարձակում գործի եկեղեցու վրա։ Թվում էր, որ սկզբում բոլորս ծիծաղում էինք ու չէինք հավատում, չէ՞, այդ գռեհիկ մակարդակի գրառումների վրա, որից հետո ինքն էլ էր խորշում։ Փաստորեն մի այսքան բարոյականության սահման ուներ ինքը։ Դե հետո հիշում ես, ասես ներողություն եմ խնդրում, որ այսպեսի արտահայտություններ եմ արել Facebook-ում։ Հրադադար էլ չէ, նորից բան արեց, կնքեց։ Այո։ Մի խոսքով չենք հայոյում, ասենք այնքան անմակարդակ կենթաներինս ասես չենք հայոյում։ Չէ, էթիկայի հանձնաժողովն ասել էր, որ այսպեսի ձևակերպումներ չի կարելի ունենալ եւ այլն, իբրև ինքը։ Բայց հələ ու դու համարձակվի ձևակերպումները տես որտեղ է Նարեկը։ Որտեղ են տղերքը։ Այո։ Այսինքն մեր դեպքում դա հայհոյանք է եւ իրենց արժանապատվությունը շատ բարձր, բայց մենք ոնց որ թե տենց մեր երկիրը կարան տանեն, երեխեքին տանեն, դիմաց ասֆալտ բերեն ու դրանից մենք արժանապատվություն չցավա ոչ միտեղ, չզգանք, չվիրավորվենք։ Մի խոսքով անդիմությունը ձախողեց։ Հետո սկսեցին եկեղեցու դեմ խնդիրները։ Արի անկեղծ լինենք, բոլորս էլ լացով, վախով մտածել ենք, որ չգիտես ինչ կլինի։ Ամեն դեպքում բոլորիս մեջ են համոզմունքը եղել, ասյուս, որ եկեղեցուն
հաղթելը բարդ բան է։ Հա, բայց նաև մտածում ենք, թե ով է եկեղեցու թշնամին էս բանը։ Բայց մեր մտքով անգամ չի անցել, որ կարող ենք մենք ունենալ այսպիսի տիրադավական խմբակ։ Ու չէինք մտածում, որ arczepiskoposների Այո, չենք պատկերացրել։ Ասենք նարկոտիկի մեղադրանքով Արշակ Սրբազանին, ով նզովել էր Փաշինյանին։ Կամ ընդհանրապես երկիրը դավաճանող են, ահաբեկչության մեջ մեղադրվում է Բագրատ Սրբազանը։ Ահաբեկչության մեջ Բագրատ Սրբազանը։ Բանի իշխանապողության իշխանազավթման սցենարով մյուսը, այն մյուսը միտինգներ իբր թե քահանաներին հրահարել է կամ հորդորել է գնալ միտինգներ։ Մի խոսքով, կարևոր չի թե նույնիսկ ինչի համար են գնացել։ Կարևորը որ Փաշինյանը ուզեց, որ arczepiskoposները բանտվեն։ Այն arczepiskoposները, որոնք ամենաակտիվն էին, ամենապոպուլյարն էին, ամենաընդունվածն էին, հրապարակայինն էին։ Թույլ տվեք ասել անկաշկանդ էին, որովհետև մենք լավ գիտենք, որ եկեղեցին միշտ չի որ նախընտրել է հրապարակային խոսքը, ինքը հասարակության հետ շփվել է որպես հոտ եւ եկեղեցի, բայց համակարգ է եկեղեցին։ Այո, ավելինը կարծես թե հակված չէին եւ 30 տարիների մեջ մենք չէինք տեսել այսպիսի բան։ Բայց երեք ես այդպես ապրումների մեջ էի ու գրառում արեցի, որ Վեհապար Հայրապետին նախ չէի տեսել, ես իրեն մոտիկից տեսել եմ 3-4 անգամ եւ ամեն անգամ այդ լուսաբանումների ժամանակ։ Ես չէի տեսել այդ մարդու թույլ տվեք ասել գերհոգնած, թոշնած, sense ծանրացած ապրումներով, խիտ ապրած վարքյաններով, խիտ ապրած զգացողություններով այդ դարդոտ հայացքն ու դեմքը։ Ես երեք sense վատ եմ զգում այդ բառն ասել, բայց անենց ամոթ ու խիղճ զգացի։ Լավ, մենք այսուր ենք էլի հասնում։ Մենք ամեն անգամ զարմանում ենք այդ իր ռուբիկոնների վրա, բայց ոնց որ թե այդ գործիքը հələ մեր մոտ չի փչացել։ Շատ լավ է իր գրելի դեպ։ Ուզում եմ հիշեցնել, որ 3 բանակի օրվա արդիվ Վեհապար Հայրապետը այցելել էր Եռաբլուր, հարգանքի տուրքը մատուցելու, այդ ժամանակ է իր արձանագրել, չէ՞ Վեհապարին այնտեղ։ Մենք ուղակի փշաքաղվեցինք այդ մարդու ապրումները, այդ մարդու դեմքի վրա գրված ամեն ինչ կար ու նայում ես թե ինքը ոնց է դիմադրում այս ամեն ինչին լուր, գերլարված, զուսպ, հավասարակշռված եւ ամենակարևորը անընդհատ կարողանում է խուսափել բախումներից։ Ժողովուրդ այդքան հեշտ բան չի, մտնեն տուն, տունդ գրավեն, մտնեն տուն, տանդ ձագերին տանեն, մտնեն տուն քեզ ասեն դու դավաճան ես, պետական դավաճան, ինչ ասեցին ես խղճ։ Եվ անընդհատ մեդիա ահաբեկչության տակ պահել, տերրոր այս մարդկանց նկատմամբ ու վարկյանը մեկ, այդ լկտիանալով, սանձարձակ դառնալով, բայց փառք Աստծո հասարակություն այդ գրեհիկ խրախճանքի մեջ չի ներգրավում։ Մենք այնքան երջանիկ ենք դրա համար։ Սյուզի դու համաձայն ես, որ այս գործողությունների արդյունքում չհաշված, որ հայ առաքելական եկեղեցին բավականին բարձր վստահություն ուներ մեր ժողովրդի մոտ, ավելի է բարձրացել։ Ես կարծում եմ ավելի է բարձրացել, այսինքն այս բոլոր տառապանքները, հալածանքները ի նպաստ եկեղեցու եղան։ Այո, լրիվ համաձայն եմ Ռիպա ջան։ Տես մենք նաև հաճույքով խոսում ենք եկեղեցուց, մենք հաճույքով քննում ենք, հաճույքով մանրամասնում ենք, հաճույքով ուշադրություն ենք դարձնում շատ մանրուքների։ Ժամանակին մենք այսքան չենք կենտրոնացել։ Բայց հիմա մեզ համար շատ կարևոր են դարձել դետալային նույնիսկ լուսաբանումները ու չեք պատկերացնի ինչ հաճույքով են մարդիկ այդ լուսաբանումները հետևում, կարդում, արձագանքում։ Գիտեք, ժամանակին, երբ որ դու Արցախից խոսում ես կամ ընդդիմադիրները խոսում են, ինչ որտեղ ընկալվում էր նաև ինքը քաղաքական սուբյեկտիվ շահ, հա, փոքրիկ շահ քաղաքական։ Մարդիկ այտենց կաշկանդվում էին, որ ինչ որ մեկի խոսքը թեև իրենց սրտին շատ մոտ էր, շատ բանը ցավ էին զգում, ասենք շեյր էին կամ այդ միտքը նաև կրկնեին կամ ուղղակի պատմեին մեկ ուրիշին, որտեվ միանգամից տպավորություն էր ստեղծվում, որ իրենք ընդդիմադիր են կամ ասենք այդ կիսում են այդ քաղաքական հայացքները։ Բայց հիմա անենց հպարտությամբ նախ ակտիվացել են շատ մարդիկ Facebook-ում, որոնք կարելի ասել 3 տարի ուղղակի անհետացել էին։ Նրանք մարդիկ էին, որոնք շատ ակտիվ էին նոյեմբերի 9-ից հետո, բայց այս մարդիկ 21-ից 22-ից հետո ուղղակի անհետացան սոցցանցերից։ Վերադառնում են ու իրենք ակտիվ ներգրավել են նաև այս process-ի մեջ, իրենք համարում են, գիտեք, սոցիալական ցանցը
ցուցիչ է, մարդիկ ասում են սոցիալական ցանցում եք ապրում։ Նախ Նիկոլը մեզ ստիպեց, մցրեց այս կյանք, ասեց իրականություն մի զգացեք, երեխոդ կողքի նստած դու կարդա թե ես ինչ եմ եւ դու ինձ այնտեղ դիմադրի։ Բայց դու չես էլ կարող այնտեղ չդիմադրել, իրական կյանքում միայն դիմադրել։ Իհարկե մենք բոլոր տեղերում ենք փորձում այդ այլանդակ արշավներին դիմադրել, որովհետեւ ինքը այնտեղով է հանրային կարծիք գեներացնում, այդ սրտիկներով, ու չգիտեմ ինչ դեբիլ բաներով։ Հիմա ասածս ինչ է։ Շատ շատերը վերադարձել են Ռիփսիմե, ընթերցանությունը շատ բարձրացել է մակարդակը։ Մարդիկ լսում են պատարակ, մինչև վերջ։ Եկեղեցիներում արդեն 3 տարի լեփլեցուն է։ Դուք ամանորի կամ Սուրբ Ծննդի գիշերը փորձեք հասկանալ եկեղեցիներում ինչքան մարդ կա ժողովուրդ։ Իհարկե ինձ նաև Արագածոտնի կալանավորված թեմակալ ինձ մի օր ասաց, այո, Մկրտիչ Սրբազանը առիթ ունեցա մի անգամ Ուղնիում իր հետ հանդիպելու, ծանոթանալու, այդ պահին ինչ-որ մարդիկ էին մոտենում, երբ մենք շփվում էինք, ասեց, ինչ լավ է, որ սենց քահանաների հետ ջերմ են մարդիկ, ասեց, լսի, պատերազմի օրերին ես ուղղակի ասեցի եկեղեցու դռները բաց թողեք, թող ժողովուրդը գան եկեղեցի։ Ասում ա նկատեցի, որ շատ են գալիս, ոնց որ իրանք փրկություն են փնտրում, հոգի, միասնություն, իրար զորակցելու, այսինքն մարդու տուն չի գնում։ Բայց եկեղեցի գալիս է եւ այնտեղ շփվում են, այդ էմոցիաներով կիսվում են։ Այո, ու այնտեղ ավելի բարոյական մթնոլորտ, ավելի ճիշտ մարդկանց հետ ճիշտ են նաեւ հաղորդակցվում հոգեորականների եւ ոչ թե բամբասանքներով կամ ինչ որ ֆեյք հաղորդագրություններով հիշում ես, մենք հեսա հաղթում ենք եւ այլտենց ոյսեր էին, Շահումյանը գրավել են։ Այսինքն մարդկանց զերծ այն պահում սոցցանցային ագրեսիվ քննարկումներից եւ նեգատիվից եւ իրար հետ սկսում էին շփվել, իրար հետ կիսվել, զորակցել իրար, սպասել իրար հետ այդ լուրին հաղթական կամ չգիտեմ, միգուցե վատ լուրերին, բոթերին, բայց ասեց, որ մենք շատ միավորեցինք հասարակության այդ օրերին։ Ու ասեց, որ միջոցառումներ շատ սկսեցինք ակտիվ դնել, հետո ճամբարներ ակտիվացրել, ինքը ամառային մի խոսքով պատմեց եւ որ ճիշտ ասեմ, ես ինչ որ առումով վերապահումով հավատացի Սրբազան հորը, դե որովհետև նաև իրեն շատ ծանոթ չէի։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այս մարդու կալանավորվելուց հետո Արագածոտնի ամբողջ քահանայական թեմը ոնց դրսևորեց իրեն ու ինչ փայլուն են աշխատում այս մարդիկ, ինչ իդեալական եւ ինչու հենց իրեն թիրախավորեցին։ Այսինքն տեսեք, Գյումրին որտեղ քահանաները ասած մի մարդու պես 7 վերքում իրենց ոնց դրսևորեցին, ոնց կապարականքեցին, փակեցին, ասեցին էլի դու էիր այնտեղ եւ այդ մանրամասները քեզնից իմացան Սյուզի։ Պատմական բաներ են սրանք, հիշողություններ են, եւ գիտեք, sense մի հատ նաեւ խոսակցականով բառ ունենք, չէ՞, հաճախ օգտագործում ենք, ասում են տղա են։ Այսինքն ասել է թե որ ամուր են, պինդ են, խիստ կամայական են եւ սա շատ ոգեվորող է, բայց գիտես ինչ եմ ուզում ասեմ։ Սյուզ, տես մարդիկ կան մեր շրջապատում նաև մեր ընկերների շրջանակում նաև որ այնպես չի որ այդպես մեծ կապ են ունեցել սերտ հարաբերություն են ունեցել մեր եկեղեցու հետ այո եղել են այդ եկեղեցու հետևորդը մկրտված են եթե եկեղեցի գնալու խնդիր կա ապա միայն առաքելական եկեղեցի բայց հիմա գիտես ինչ իմ ընկերների շատ-շատերի հետ խոսելուց ինչ եմ հասկանում ասում են գիտես ասում են մոտս ինչ զգացողություն է ուզում եմ գնամ իրան գուրգուրեմ, գրկեմ, պաշտպանեմ, ամեն կիրակի ունեմ ընկերներ, որ սկսել են գնալ անընդհատ։ Ասում են ինձ թվում է, որ իմ ինքնություն ուզում են ինձնից գողանան, տանեն։ Ուզում եմ գնամ, որ տեր կանգնեմ դրան։ Ու իսկապես դա այսօրվա իրականության մեջ անչափելի քանակ է։ Իսկապես սյուս մարդիկ ուզում են պահեն իրենցը ու այն որ մի իր կա որ գիտես դա միևնույնն է քոնն է բայց մեկ էլ տեսնում ես որ ինչ-որ մեկը եկել է որ դա քեզնից գողանա սեփականատիրոջ զգացողություն է չէ այս ո՞նց է դուք ոտնձգություն կիրառում սրա նկատմամբ սա իմն է ու մարդկանց մոտ նույնիսկ մարդիկ կան որ իրենց համարել են աթեիստներ կամ ասել են դե մենք Աստծուն չենք հավատում բայց հիմա ասում են ոնց թե Այս մեր եկեղեցին է, դա չէին հավատում։ Կիրակի օրերը գնում ես մեկ էլ այդ մարդկանց տեսնում ես, այլանդակություններ կսկսեն եկեղեցին։ Արդյունքում եկեղեցին հաղթել է։ Արդյունքում եկեղեցին կրկնակի հերակի հաղթանակ տվեց։ Արի նախ մի հատ մի ուրիշ բանով էլ անկեղծանանք։ Ապա երեք վեհապար հորը ես այս կողքից սենց կսմտոցներով ասում եմ վեհապար հայրապետ միշտ ձեզ ուղեկցել են Եռաբլուր Պանթեոն Կճոյանը
Մյուս եպիսկոպոսները, ասում եմ, ինչ վիճակում եք դուք հիմա։ Հələ տեսեք, նոսրացել են շարքերը, բայց իսկապես դες այսօր ամուր պահում են քահանաները։ Այսինքն եպիսկոպոսները, որոնք փառավոր իշխանություն էին վայելում, հասկանում եք, նրանք ովքեր կտրվել էին հասարակությունից եւ նրանք հասարակության միայն ֆինանսապես կայուն մարդկանց էին հանդիպում, նրանց հետ էին շփվում։ Իհարկե, խոսքը ամենևին էլ Բագրատ Սրբազանի եւ Աջապահյանի եւ Արշակ Սրբազանի մի քանիսի մասին չի, որտեղ նրանք չգիտեմ ինչ նվիրված ծառայողներ են եղել։ Ասում եմ, հələ դուք տեսեք, էլի, այս մարդիկ ովքեր չեն էլ ճանաչում իրենց տարածքի գյուղերը, չեն էլ եղել եկեղեցիներում։ Օրինակ ես վստահ կարող եմ պնդել, որ նույնը Գևորգ Սրբազանն էր նախկին, այո, ներողություն։ Արմանը, այո, ես վստահ կարող եմ ասել, որովհետև ես էլ եմ ասիացոտ ընթեմից։ Հիմա դու տես էլի այս ջահել, անապահով, նոր մտած կյանք կամ մեր բյուրականի քահանայի պես, Տեր-Վրթանեսի պես տենց պինդ տղերքը, դու տես ոնց պահեցին վեհափառ հորը, եկեղեցուն ու մեզ։ Այսինքն այս մարդիկ ու այս արշավը ուշադիր եղեք, որտեղից սկսվեց։ Այսինքն հալածանքը եկեղեցու վրա ու գրոհը հիշում եք, եկան Սրբազան հոր հետևից, Աջապահյանի հետևից։ Մտան եկեղեցու տարածք, չկար այս տիրադավերից ոչ ոք, բացի Գևորգ Սրբազանից, միայն Գևորգ Սրբազանն այն տեղ եղել։ Եվ հիշում ես, կրկին քո արձանագրումն է դա, ես պետք է այն ամենակարևոր արձանագրումները միշտ պատկանելա Սյուզի հեղինակային իրավունքներին։ Հիշում ես, որ նկարը հանեցիր, նա ինչպես էր հեկեկում, ինչ եք անում, դուք եկել եք Աստծո տան, ասում դուք Աստծո տան վրա ոնց եք ձեզ թույլ տալիս հարձակվել, ասում դուք ում հրամանն եք կատարում, Թուրքի, բա դու հիմա ում հրամանն ես կատարում, Թուրքի, Արման, ում հրամանով դու դուրս եկար քո հաց տվողի, քո եկեղեցու, քո տան, քո ինքնության, քո ազգի, քո ամեն ինչի դեմ դու ում հրամանով դուրս եկար։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ինձ համար շատ ծիծաղելի եւ զավեշտալի է այն հատվածը, Սյուզ, որ այս սրանց իշխանության ներկայացուցիչները մեկ-մեկին հերթ չտալով ասում են նա շարունակում է մնալ թեմի առաջնորդ, նա շարունակում է մնալ եպիսկոպոս։ Հիմա հարց սրանց։ Նա, եթե շարունակում է մնալ ըստ ձեզ եպիսկոպոս եւ թեմի առաջնորդ, այս թեմի առաջնորդ դրան ով է նշանակել։ Այսինքն դուք ընդունում եք այն լեգիտիմությունը, որ վեհափառ հայրապետը նրան նշանակել է թեմի առաջնորդ, դա ճանաչում եք, ճանաչում եք, որ նա օծվել է եպիսկոպոս, դա ճանաչում եք, այն մարդն արե, չէ՞։ Վեհափառ հայրն արե։ Այսինքն դուք անուղղակի ձեզ հակասում եք։ Իրենք դա ճանաչում են, բայց իրեն ազատելը եւ իրեն կարգալույց անելը չեք ճանաչում։ Լսեք, դուք ուղեղի եք խնդիր ունեք։ Ինձ թվում է իրանք պատք ունեին այդ մարդուն։ Հա, բայց հիմար վիճակի մեջ են դրել։ Բայց շատ ծիծաղելի է։ Ցավը տան, նա գերաշխավորել է, որ դու մտի մեր հետ խաղի մեջ, ամեն ինչ լավ է լինել, դու լինելու ես օրինակ չի բացառվում, ամեն մեկին 10-ից, իհարկե 10-ից ասել է Ռիպա ջան, դու ես լինելու վեհապառ, այն մեկին ասել է դու, այն մեկին ասել է դու, բայց իտոգում ինքը իրան է պատկերացնում վեհապառը։ Ուրեմն ես քեզ մի բան ասեմ, ես մի գաղտնիք բացահայտեմ, քանի որ ես մոտ 4 տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխատել եմ եւ այդ փակ համակարգը ներսից շատ ավելի լավ եմ պատկերացնում, իհարկե մենք հաճախ նաեւ խոսել ենք այդ մասով։ Ուրեմն դու չկարծես, թե այդ 10-ն իրար հետ լավ են։ Մենք նաև ստանում ենք բազում տեղեկություններ, թե ինչպիսի գզվրտոց է նրանց մեջ, իբրև թե վեհապառի հարցը լուծել են, հիմա էլ երևի ամեն մեկը իր հերթին մտածում է, թե ով է լինելու այդ վեհապառը։ Ոչ մեկը, հանգիստ նստեք տեղներդ, ոչ մեկը, դուք ձեր կապը այլևս եկեղեցու հետ կտրել եք ունենալու, այո։ Ինչո՞վ մեկը ունի շանս։ 95%։ Եթե շանս ունեն, ինչի են գազելով եկել։ Իրանք շքեղ մեքենաներից իջել գազելով եկել եւ անվտանգության ծառայողներով պաշտպանում, թե խոտով գային։ Ախպեր, եթե դու վստահ ես, որ դու ճիշտ ես, նախ մի հատ աշխատեի քո հոտի հետ, ասես ցավը տանեմ։ Ոնց որ վեհապառը սխալ է, գիտես։ Ոնց որ իրոք ագենտ է կամ չգիտեմ, ինչ ասացիք այդ խեղճ մարդուն։ Լավ քո հոտի հետ աշխատեի, քո հոտի համար դառնայր ընդունելի, քո հոտին վերցած գայր։ Այսինքն ինքեր դու այնքան ծառայող չես եղել, հոգևոր ծառայող չես, դու մի հոգի քեզ հավատացող, վստահող, քո խոսքին, քո գաղափարը կրող չունես։ Կամ են սեռաշեղված մարդիկ, ովքեր մարդկանց հետ հայհոյանքով են խոսում, ազգի գլխին պատուհաս են դարձել։ Հիմա լավ, այս մարդը հոտ չունի, ոչ իման չունի, ինքը սկսել է ազգի անունից խոսել, հոտի անունից է խոսում, ինձ հայտարարություն։ Բայց այդ նախկին Գևորգ Սրբազան
Երեք չառաջին օրը հանեցիր վեղարը դու երևաց թե քո մասին ինչ ամտածում ես ամբողջ հասարակությունը։ Մարդիկ ովքեր քեզ լավ են ճանաչում, որովհետև ուր ասես վազելով մտել ես ու ներկայացել ես վեհափառ հոր վստահորդ, ներկայացել ես Դավիթ Համբարձումյանի կողմից շատ հարգված, սիրված մարդ, ներկայացել ես լավագույն եպիսկոպոս, ներկայացել ես վեհափառ Հայրապետի ընտանիքի մարդ, ու ինչ ասել ես այդ մարդկանց, ինչեր ես ստել ես հորինել եւ այլն։ Հիմա բա որ դու ուզում ես իմանալ ով ես շատերն հավատացել են, գիտես, Սյուզ։ Լսի, դե որովհետև մեր լրագրողներից մեկն է միշնորթել իրականում, Ռուբսիմե ջան։ Մեր ավակ գործընկերներից մեկին է ինքը տենց մոլորության մեջ գցել իրականում եւ իր ամբողջ սև գործը, որը ես կարծում եմ ուղիղ կապ է ունեցել Նիկոլի այս պլանների հետ, ոչ թե պարզապես ինքը իրան է եկել մատուցել, որովհետեւ երբ որ հարցազրույցներ ուշադիր հետևում ես, ահագին հետարքի նյութեր կան այդ հարցազրույցներում։ Ինքը անցած տարի ամբողջ տարին ինտենսիվ սկսել է կապեր փնտրել խմբագիրների հետ եւ մեր լրագրողներից մեկի, մեր ավակ գործընկերներից մեկի միջոցով։ Անձամբ այդ մարդը զանգել է Նարեկին Գալստյան, մեկ ուրիշին խնդրել է հանդիպել հարցազրույց եւ այլն, որտեւ իրեն ով է ճանաչում։ Ոչ մեկ։ Որպես եպիսկոպոս չեն Դե ճանաչում։ բնական է, մեր գործընկերներն են մտածել են, որ եպիսկոպոս է, թեմի առաջնորդ է, հարգալից վերաբերմունք են ցուցաբերել, այո, գնա գալիս եմ, հո եթեր չի եղել, ասենք։ Բայց դրա տակ բոլորովին այլ նպատակներ են եղել։ Նպատակներ ա եղել։ Ցավոք պետք է ասեմ, որ ես բավական ծանոթ եմ եղել այդ նպատակներին, ցավոք պիտի ասեմ, բայց ամեն դեպքում դա էլ է բնական, որ կարող է նաև քո ասելիքի եւ ասացի հանդեպ անվստահություն լինի, մտածեն, որ միգուցե դու ճիշտ չես պատկերացնում իրավիճակը ուղղակի, բայց ամեն դեպքում սա արդեն բացահայտված է եւ փառքաստո բոլորը իմացան, թե մենք ում այդ գործում ենք։ Նայ, Ռիփսիմե, եթե մենք զգոն չլինեինք, փաստորեն փորձել են այս մարդու ձեռքով Նիկոլի նպատակին ծառայեցնել մեզ, այսինքն մեզ են ուզել վերբով կանել։ Այսինքն մենք խմբագիրներ լրագրողներով պիտի դուրս գայինք եկեղեցու դեմ, այսինքն Գևորգ Սրբազանի դեմքով այդպես է ստացվում, որ իրանք փորձել են նաև մեր շրջանակների մեջ տեղավորվել ու մեզ օգտագործել այդ նպատակի համար, այսինքն ինֆոներ, ինքը ներկայացել է վեհափառ հոր վստահորդ, ամենամտերիմ, ամենահավատարիմ, Պարզվեց վեհափառ Հայրապետը իսկի տեղյակ չի սրա պայմանավորվածությունների։ Պարզվեց անցավ 2 ամիս եւ ամեն ինչ բացահայտվեց եւ փառք Աստծո որ բացահայտվեց։ Սյուզի զրույցի ընթացքում այսպեսի մի դիտարկում արեցիր, որ հարց է տվել վեհափառ հորը, ասելով, որ շարքերը նոսրացել են այդ տեսեք այդ տիրադավները։ Ես քեզ մի բան ասեմ, այդ 10 հոգին առանձնապես մեծ եղանակ չեն փոխում։ Այս պարագայում եպիսկոպոսած դասը, եթե անգամ վերցնենք, մենք ունենք շուրջ 60 եպիսկոպոս։ Եվ 60 եպիսկոպոսից եթե 10-ը ինչ որ ավելորդ շարժումներ են անում եւ իրենց դեմքն են բացահայտում, դա դեռևս ոչինչ չի նշանակում եւ եթե դու մաքրվեց եկեղեցին։ Այո, մաքրվեց եկեղեցին, ճիշտ ես ասում, եւ եթե ուշադիր ես եղել, այդ 10-ը չավելացավ։ Այդ թիվը չավելացավ, այո, սիրելիս։ Եպիսկոպոսների մեջ չավելացավ։ Քահանաներն են մի քանիսը, այն էլ ես կարծում եմ, որ ամեն մի թեմի առաջնորդ իր գրպանային քահանաներից է ունեցել կամ ինչ-ինչ բաներով պայմանավորված վախեր են ունեցել, անհանգստություններ են ունեցել, կարողացել են այն հայտարարությունները կորզել, որ իբրև թե ասեք, որ դուք ձեր թեմի առաջնորդի հետ եք։ Դու շատ եղել ես, որ այդ հայտարարությունները իրար շատ նման են։ Եվ ինձ թվում է մեր Վեդու Ոսկեթափ գյուղի քահանան Տեր Արտաշեսը ամենահամարցակ եւ հետաքրքիր օրինակը դարձավ, որ ցույց տվեց այդ տեքստերը, նախ ինքը կորել էր, եթե հիշում եք, հարգելիներս։ Սյուզի, դու լավ գիտես այդ պատմությունը, կլուսավորես մեզ Ոսկետափի եկեղեցու քահանայի, կոնկրետ Տեր Արտաշեսի մասով, ինչ տեղի ունեցավ, որ այս տղան Տեր հայրը մեկ այլ հայտարարություն արեց, հետո հաջորդ օրն ասեց, որ հետ եմ վերցնում իմ ասածը, ներողություն եմ խնդրում եւ հավատարիմ եմ մնում Այրաթոր Սուրբ Ուրեմն տեսեք, Մասյացոտ ընթեմում 24 քահանաներ կան, 24 քահանայից 19-ը անմիջապես նոր տեղապահ նշանակված այդ թեմում նոր տեղապահ նշանակված Հայ Ռուբենին, այսինքն Ռուբեն Վարդապետ Զարգարյանին ընդունեցին եւ միասնականության, հավատարմության հայտարարություն հնչեցին եւ այդ հայտարարությունը բավական հետաքրքիր տեքստ էր։
Ուրեմն անցնում է 1 օր, ռեպրեսիաները սկսվում են։ Մենք սկսում ենք նամակներ ստանալ ձայնայինով ընդ որում, այսինքն այնքան լարված էին այդ մարդիկ, չէին սպասում գրեն, սպամ գնա, մենք կարդանք կամ չկարդանք։ Մեծ ձայնայինով կամ միջնորդավորված, հատկապես որ ես վեդիից եմ, ինչ շատերը ճանաչում են, սկսեցին քահանաների կանայք գրել կամ բարեկամներ, որ սենց բաներ կան, պրոցեսներ են տեղի ունենում մեզ մոտ, ու պարզվեց, որ վեդու համայնքապետը, այսինքն Գարիկ Սարգսյանը, ով Նիկոլ Փաշինյանի սանիկն է, նա անձամբ միջամտում է քահանաների ծառայությանը, հոգևոր ծառայությանը եւ Կոկորդիլոսի մասին է, չէ՞, այո, իր խորհրդական տեղակալներին ուղարկում է ինչ-որ տեղեր եւ ասում է, որ մի հատ կողմնորոշվենք եւ այլն եւ այլն։ Հիմա երբեմն այդ զրույցները շատ հոգևոր մթնոլորտում են անցնում, երբեմն այդ զրույցները վերածվում են սպառնալիքների քողարկված, երբեմն այդ զրույցները բարիշելու sense առևտրային բան։ Նայած ում հետ ոնց ում են ուղարկում, այսինքն նաև այդ գնացողի բանագնացի մակարդակն է, էլի թելադրում։ Մի խոսքով, եւ ես սկսում եմ գրել, որ sense բան է տեղի ունենում, մի քանի եկեղեցիների վրա հատուկ նապադենիան սկսել, այո, եւ այդ եկեղեցիները հատկապես վեդին են։ Ես ինչու եմ մտածում վեդին ինչու սկսվեց։ Նախ Մասիսի եկեղեցիներում չէին կարող, որովհետեւ Մասիսի եկեղեցիների քահանաները շատ ակտիվ են եւ նրանք հանրային են եւ այդ բոլոր գյուղերում հիմնականում Դավիթ Համբարձումյանի ընկերներն են կամ մերձավորներն են կամ մարդիկ են, ովքեր շատ հավատարիմ են իրեն եւ չէին կարող Մասիսի շրջանակից, ասենք, գյուղապետեր գնալ եւ պահանջել։ Եվ հետո Մասիսում իշխանությունը փաստացի ընդդիմության ձեռքում է։ Եվ այնտեղ Փաշինյանն ընդդիմություն են։ Համբարձումյան դաշինքին։ Հիմա այնտեղ չկարողացան, արտաշատում էին փորձել հոգեբանական ճնշումներ եւ փորձել էին վեդիում։ Արարատում գիտեք, Դավալու գյուղը, այսինքն նախկին Դավալու, որը Արարատ գյուղ է կոչվում, Սվարպետի գյուղն է, այնտեղ էին փորձել իրավիճակ ստեղծել, շատ արագ քահանան ամուր կանգնել էր ու հարցազրույց է տվել, ասել էր բացառվում է, դուրս չեմ գալու, սա իմ եկեղեցին է, ինձ ով նշանակել է, նա էլ կորոշի, ես բա քեզ նշանակել է, ինչ է եւ այլն, ասել էր կապ չունի, ես ունեմ արդեն հոգեվոր առաջնորդ եւ դա Վարդապետ Զարգարյանն, այո։ Մտել էին վեդի, մտել էին ոսկետապ եւ այլն ու մի օրում մի քանի տեղ էին մտել։ Մինչև մենք այն մեկին արձագանքում ենք, մյուսին արձագանքում ենք, անհետանում է մի ամբողջ սուտկա ոսկետափի քահանան։ Այսինքն, այո, ես հատուկ ասեցի, որ ամեն մեկ այդ խոսելու լեզուն ուրիշ է ընտրվել։ Իրենք չեն նույնացրել։ Քահանաները իրար հետ կոմունիկացվել են, ակտիվ կապի մեջ են եղել, նույնիսկ ես տեսարաններ ունեմ, որ խմբվում են, ասեն, գիտեն օրինակ այս պահին Մխոյի մոտ է հարձակումը, գնում են Մխոյի մոտ, գիտեն այստեղ այդտեղ Երևանի գնում են այնտեղ։ Գևորգ Սրբազանը նախքին որոշել է, որ ոչ միայն գնան պահանջեն դուրս գա քահանան եկեղեցուց, այլ լքի, մեկին ասել են պտի բանալի հանձնես, այն մեկին ասել են բարերարն եկել, ասում եմ սարքաստամ պիտի թողես գնաս, այն մեկին ասել են դու դուրս ես գալիս, որտեվ մարդ է եկել քո փոխարեն եւ Գևորգ Սրբազանը նշանակել, այսինքն ամեն մեկին մի ձևով։ Այն մեկին էլ ընտանիքի վրա տենց բարական ճնշումներ։ Ուրեմն դիմադրությունը իդեալական ձևավորվում է, իդեալական պահում է, ոսկի տափին անհետացել է, չկա։ Ման են գալիս այդ տղամարդը չկա, ընտանիքի անդամները չգիտեն, մայրը, կինը, ծագուկներ ունի 3, ոչ մեկ չգիտի։ Հայ Ռուբենը իմ տեղեկությամբ մի քանի անգամ գնում է տուն հետ է գալիս, սկսում են բոլոր քահանաները գնալ գալ փնտրել իրեն, ինքը չի կոմունիկացում ոչ մի ձև։ Կես գիշերն անց այս քահանան տուն է գնում։ Կես գիշերն անց գնում է ու մինչև այդ հայտնվում է իր էջին այդ բանը, երկրորդ տեքստը հակասող նախորդին, որ ինքը միանում է Գևորգ Սրբազանին։ Եվ այս տեքստին մենք բայց այս տեքստը Մասյացոտնի թեմի էջում չէին տեղադրել։ Տեղադրել էին, որի հերքումը հետո չդրեցին, եթե այո, հերքումը չդրեցին։ Այսինքն ոչ պաշտոնական էջի մասին է խոսքը։ Եվ հիմա մի հիմար իրավիճակ էր Մասյացոտն թեմում, փաստորը Նիկոլեն ասել են դու մի դուրս արի, շատ էլ որ դու պաշտոնանկ ես եղել, դու մեր եպիսկոպոսն ես, դու մնա տեղ։ Ինքը իհարկե դեռ ուներ վեղար, որովհետև կարգ ուներ եպիսկոպոսի։ Հիմա դա էլ չկա։ Հիմա այդ էլ չունի, բայց այդ խեղճ Մասյացոտնի ժողովուրդը ունեն 2 առաջնորդ։ Եկեղեցի կար, որ մեկը տիրադավ, մեկը ոչ տիրադավ քահանա, չգիտեին ինչ անեն, հոտն էլ էր կիսվել։ Օրինակ Արտաշատի Սուրբ Հովանեսը այդ իրավիճակում է, որտեղ իդեպ ամենաշատն են մոմերի վաճառքը լինում, հիմա մոմերի վաճառքը միանգամից իջել է եւ այս եկեղեցու սպասավորը փաստորեն տիրադավներից է, Տերյերվանդն է։ Հիմա ժողովուրդը հոտը գնում է կամ դալար կամ մեկ ուրիշ գյուղ, Շամյան եւ այլն։ Կարճ ասած, մեր ոսկետափի հոգեվորականը հայտնում է կես գիշերն անց եւ շատ վատ առողջական վիճակում, այսինքն լավ չի զգում իրեն, չնկարագրել, միանգամից հասկանում է նյարդային ինչ որ բան է։ Կինը
տեղեկացնում է հոգևոր հայրերին, որ պիտի ինչ-որ բան անեք ամուսնուց փրկելու համար ու ասում է ես ես պարզ եմ ասում, ինձ թվում է իր վրա ճնշումներ կան։ Հաջորդ օրը լույսը չբացված Տեր Արտաշեսը միանգամից ուղևորվում է Մայրաթոռ։ Մայրաթոռում անկեղծանում է, չգիտեմ ում հետ, ինչքան, մինչև որ կետը եւ ասում է, որ ես հենց հիմա պատրաստվում եմ թողարկել իմ հաջորդ տեքստը, որը իմն է, որը ես ընդունում եմ լիարժեքորեն եւ որը հանուն խղճի եւ արդարության։ Ստացվեց, որ այս քահանան անկեղծ էր, բայց Տեր Շմավոնը ոչ։ Որը մեզ հետ իդեպ մասնավոր կապի մեջ է եւ փորձում է այդպես տպավորություն ստեղծել, այո, Տեր Շմավոն ջան, ինչքան Տեր Շմավոնը Արարատյան թեմից է, Տեր Շմավոնը ծառայում է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Իդեպ ինքն էլ կորցրել է արդեն շատ հավատացյալներ։ Եվ Տեր Շմավոնը ինձ համար շատ մեծ այսպես հարված էր։ Այո, ցնցում եմ ունեցել, որովհետեւ ինձ համար շատ անկալելի էր իր քայլը։ Եվ ինքը ինձ բացատրում է, որ ես այդ քայլին գնացել եմ, ոչ թե որտեղ քաղաքական այլ որտեղ իմ առաջնորդի ինչ նշանակում դա։ Այսինքն ինձ կճոյան ասել է պիտի անես, ես արել եմ, հասկացա՞ր, դա նշանակում։ Դա չանեիր։ Հիմա մենք վերջնարդյունքում ունենք ամուր քահանաներ, որոնք ես այս խոսքը մի քանի անգամ կրկնել եմ, քահանաներ, որոնք թող ներվի ինձ ասել երբեմն միգուցե լիարժեք կյանքով չեն ապրում, ամեն ինչ չունեն, նորոգված տներում շքեղ ինչպես օրինակ նախկին Տեր Արամը կարգալույց, որը մոտ արպես 250-300 հազարանոց տուն ունի, դոլար նոր է կառուցում, Արագածոտնում, Օհանավանում։ Հիմա մյուս քահանաների վիճակը մենք լավ գիտենք, մենք տեսնում ենք, եւ ինձ թվում է Տեր Վրդանեսի առողջական խնդիրները շատ լուրջ ցուցիչ էին, թե կլինի Տեր Արամ, որը ընդամենը մի քանի տարվա քահանա եւ Տեր Վրդանես, որը բյուրականի քահանան է եւ շատ հեղինակավոր եւ նրա եւ միջև այդ էլ օձունի քահանաներ եւ ֆանտաստիկ աշխատանք էր կատարում օձունում, իդեպ ես Տեր Վրդանեսի մասով մի դիտարկում անեմ օձունում, Սյուզի Գետ մեկ աղանդավոր չկար։ Իսկ եթե կային էլ, ապա այնպես ծպտված էին նրանք, որտեվ իրենք գիտեին, որ չէին կարող մոտենալ այդ եկեղեցու տարածքին, որտեվ Տեր Վրդանեսը շատ կոնկրետ իրենց հետ զրուցել էր, ասել էր, ոմանց կարելի ասել մեծ մասին դարձի էր բերել։ Չէ՞ պատկերացնի ինչ աշխատանք էր տանում Տեր Վրդանեսը եւ հիմա նույնը բյուրականում է տեղի ունենում։ Մտեր Զարեհի պես։ Հիմա մենք հասկանում ենք, որ մենք ունենք եւ եպիսկոպոսների օրինակներ, ասենք ունենք Աջապահյան եւ ունենք, ասենք Կճոյան եւ պատկերացնում եք ինչքան կնախանձեին իրանք եւ Աջապահյանին եւ Արշակ Սրբազանին եւ մյուս arczepiskoposներին եւ Մկրտիչ Սրբազանին շատ ավելի բանտված պատվախնդիր կերպով լինել, քան ազատության մեջ, եթե դուք դա իհարկե համարում եք ազատ։ Ինչն են ազատ, ինչ որ թիկնապահներով, ԱԱԾ աշխատակիցներով կամ ոստիկաններով, չգիտեմ ովքեր են այդ հետի մարդիկ, այդ ում հետ են դրանք ման գալիս։ Հանրապետական թեմի պատուհաններին բաներ է քաշվել, սև պլյոնկեք, մոմլատներ է քաշվել, ու դրսում ծնգիկ են դրել, որովհետև դու այլևս չես կարող մտել առաջնորդան, արդեն դու ծնգծնես, դու չես տեսնում ներսից քեզ իրանք զսկում են, իրանք դի որոշեն, քեզ նույնականացնում են երևի բազա է տվել երևի Նիկոլը, նույնականացնում են բացի քո համար դուր թե չէ, այսինքն դու առաջնորդան չես կարող մտնել։ Հիմա մի քանի անգամ փորձեցի ասել, միտքս կիսատ մնաց, քահանաները, որոնք թույլ տվեք ասել անապահով էին նաև, այս արբշիր, շցոփ շվայտ բաները չէին վայելել, այս մարդիկ պահեցին ինքնություն, եկեղեցի, իրանք դատավոր Մասիսին Մելքոնյան, այն դատավորին, որ իրեն թույլ է տվել վիճարկել վեհապար հոր որոշումը Գևորգ Սրբազանի մասով, այս դատավորին եւ մյուսներին ապացուցեցին, որ դիմադրել հնարավոր է։ Այդ Տերը Արտաշեսն էլ ցույց տվեց, հասկանում եք։ Հա, իրեն օրինակներ շատ ուժեղ է։ Ինքը ամենացցուն, ինքը մի հացած կարմիր թել է այս պատմության մեջ, որ կարելի է դիմադրել տղեր, դատավորներ, ոստիկաններ, խուդինյաններ, չգիտեմ էլ ինչեր, չեմ էլ ճանաչում դրանց անուններն ասեմ։ Վեդի բնակիչ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, պատկերացնում եք, ոչ թե պետք էր մի 7-8 մեքենա ուղարկել ոսկետապ, որ հսկեն թե ոնց են քահանային համոզելու դուրս գա եկեղեցուց, որտեղ բարերարն այդպես է ուզում, այլ որովհետև պիտի դիմադրես Արփինե ջան, պիտի դիմադրես Արփինե։ Սյուզի կհիշես, 3 թե առաջին օրը հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմենեն Օհանյանը այդ շատ լավ բան էր գրել, որ երբ դու անընդհատ խախտում ես օրենքը, երբ դու անընդհատ զեղչում ես օրենքը, այսպես ասեմ,
երկիրը ամբողջական քաոսի մեջ է հայտնվում։ Արդեն դրա մեջ է։ Ինչ է որ քո կամայականությունը դու իցույց դնես եւ ապացուցես որ ես սենց եմ ուզում, սենց է լինում։ Այդպես չի կարող մնալ, որ դու որոշես ինքը այդտեղ թեմի առաջնորդելն թե դու հասկանում ես, ասում է քահանա եւ եպիսկոպոս։ Բոլորը այսօրվանից դառնում եք սանձարցակ, չեք ենթարկում իրեն, ես տեր եմ։ Այդ առաջնորդարանները միլիցիա կլցնեմ, ձեզ կհսկեն, դուք այդտեղ կնստեք, ձեզ ախրանա կտամ։ Կարող է նաև փող տամ, կարևորը, որ դուք Civic-ի պասաժիր դառնաք իմ հաճախորդը եւ ձեզ ես ամեն օր ցույց տամ եւ ձեզնով քանդեմ եկեղեցի։ Բայց իրենք լավ գիտեն, չէ՞, որ նա այդպես չի կարող անել։ Իրենք եկեղեցականներ են եւ իրենց կանոնական կարգը լավ գիտեն ախր։ Ինքը նույնիսկ Սասունին Միքայելյան ուրացա։ Դե պարզ է, բայց այս եկեղեցականները նույն այդ նախկին Գևորգ Սրբազանը Արմանը Սարոյան, ինքը շատ լավ գիտի, չէ՞, եկեղեցական կանոնակարգը, որ ինքը չի կարող վեհապար հայրապետի տնօրինությունը վիճարկել դատարանում։ Ախր ինքը լավ գիտի դա, Սուզի։ Արի իրար հետ մտածենք, ինչի գերի դարձավ այդ մարդը։ Չարությունից ես կարծում եմ չարությունից։ Գիտեք, ես կարող եմ մեկ արձանագրում անել, ես այդպես եմ լսել, ինքը նաև եպիսկոպոս մեծ դժվարությամբ է դարձել, որտեղ եպիսկոպոսած դասի մեծամասնությունը, երբ իր հարցը քննվել է մայրաթոռում, երբ դեռ եպիսկոպոս պիտի դառնար օծվեր եպիսկոպոս։ Դեմ էր եղել։ Այո, մեծ մասը նույն այդ եպիսկոպոսների դեմ արտահայտվել, ասել են, բայց ոնց կարող է սա դառնալ եպիսկոպոս եւ կրկին վեհապարի բարեգթության, բարեշնորհության շանս տալու արդյունքում Մկրտիչ Սրբազանի, այո, ով եղել է իր ընկերը, դրա շնորհիվ է ինքը դարձել եպիսկոպոս։ Ես գիտեմ այդ պատմությունները, մանրամասները, եթե հետաքրքիր է, կարող եմ հետո առանձին լայվով պատմել։ Այսինքն ինքը անգամ եպիսկոպոս մեծ դժվարությամբ է դարձել։ Պատժում է, հա, իրեն մերժածներին երևի։ Հա, գիտեք, մարդը, երբ որ ունի ներքին վիրավորվածություն տարբեր մարդկանցից, օրինակ չեք տեսնում, որ գնում է Արշակ Սրբազանից է խոսում։ Ասենք այն մարդը 2 ամիս է արդեն այնտեղ դատա։ Ես Արշակ Սրբազանին հարցրել եմ, ինչի ամենտեղ քեզնից պատմում։ Ասա չեմ իմանում, չէ՞, հա։ Ասես հələ մի տեղ էլ զարմացավ, ասես ինչի իմ մասին խոսում է, ինչի է։ Հա, բայց նայեք, տեսեք սրիկայության աստիճանը ինչպեսին կարող է լինել, որ ինքը գիտի, որ այն մարդը հիմա բանտարկված է։ Եվ ինքը ինչ հնարավոր է խոսում է, վստահ լինելով, որ նախ կարող է այդ մարդը չլսել Արշակ Սրբազանը ինքը ինչ ասում, որտեղ չունեն միջոցներ, սոցիալական ցանցեր, ինտերնետ, այդ մարդիկ փակ ռեժիմում են եւ չի էլ կարող պատասխանել։ Ինչ ուզում խոսում է, հա, բայց հո տենց չի լինի, այդ մարդը դուրս է գալու, չէ՞ մի օր։ Հա։ Ինքը շարքային քաղաքացի է։ Այսօրացիան արդեն շարքային քաղաքացի, բայց այն ժամանակ Պետրոսի մոտ իդեպ ասեմ 2 թե 3 անգամ գնացել է։ Թե գնում ես Կարողա շատ էլ է գնացել, մենք խաբար չենք, որտեղ Պետրոսը կասած չտեսնա։ Իդեպ Պետրին մարդուն թե ոնց են Պետրոսները գտնում։ Մենք զանգում ենք, նամակ ենք գրում, միշտ որ թավորված խաբար ենք ուղարկում, չի կոմունիկացվում եւ վերջ, ազատություն։ Բայց Պետրոսը մեզ բոլորից բլոկել է։ Ազատություն Civic-եմ։ Չի ազատություն էլի սկսել է չխոսել Civic-եմ, հայկական ժամանակ եւ հմեկ։ Հա, դե հիմա բաուր գնար դու։ Դարձել է Նիկոլի այս լրատվամիջոցների հաճախորդը։ Բաուր գնար։ Դե հիմա մեզ էլ կարող է պարզաբանում տալ ադեկվատության դաշտ մտներ, ինչ ասեմ, մենք։ Բայց մեզ ինչ պարզաբանի ինքը։ Օրինակ ինքը մի տարի թե առնվազն 4 տարի է սկսել վերբով կա լինել եւ անել մարդկանց։ Այդ չեմ մանում, այդ արդեն ինքը կարող է մի օր արդարադատության առաջ պատասխան տա, ես չեմ կարող ասել առաջ Աստված։ Երկրային արդարադատություն եթե չլինի, երկրայինը կա ու կա, էլի, ես այդ առումով միանշանակ վստահ եմ։ Արի մի հատ բան ֆիքսենք, էլի, մեր հարգելի հետևորդներ, հեռուստադիտողներ, չգիտեմ ոնց ձևակերպել։ Հետևորդներ, կաբելային եք երևի դարձել։ Ուրեմն երեք ինչ եմ նկատում, լրատվամիջոցներ կան, որ այս ամբողջ գործընթացը ձևակերպում են սենց շատ հետաքրքիր մանիպուլյացիա էր։ Ասում է պաշտոնանկ է արվել եւ կարգալույց է արվել վեհապար հայրապետի հրաժարականը առաջին պահանջած առաջիններից մեկը, այս ինչը։ Այսինքն պատժվում է, որովհետեւ վեհապար հայրապետի հրաժարականն է պահանջել, չէ՞ լուրջ։ Իսկ ես օրինակ իմ լրագրողներին ասում ձևակերպում ենք այսպես, Փաշինյանի շուրջ ձևավորված հակաեկեղեցական
շարժում։ Բայց այնտեղ եւս 9 հոգի կան, որ պահանջել են վեհապարի հրաժարականը, նրանք կարծեմ կարգալույց եղած չեն։ Այստեղ մեղը եղել է այն, որ ինքը վիճարկել է վեհապարի տնօրինությունը։ Այսինքն ինքն իրեն ազատում է Մասյացոտնի թեմի առաջնորդից, սա գնում է Նիկոլի դատարանների ջանին, իբր թե դատարանով վերականգնում է մի գիշերվա մեջ ասում են ընթացիկ բանը, միջանկյալ որոշում են կայացրել, ինքը շարունակում է մնալ։ Իա լուրջ։ Այդ որոշումը կայացվել է, ու հիմա ինքը չի կարողանում всё-таки տեղավորվի այդ կերպարի մեջ։ Ընդ որում հիմա դու կարգալույց ես արվել, եղբայրի, բա դու ամ հոփից ես ընկել, ամ հոփից ես ընկել։ Իհարկե դու կարող ես մի օր ավել գրաված պահել առաջնորդարանը։ Դու օրինակ բղծես Սուրբ Թադեոս եկեղեցին, ափսոս այդ եկեղեցին, շատ ափսոս է, որովհետև ես Մասիսին շատ կապված մարդ եմ, եւ Մասիսում Սուրբ Թադեոսի բակը այնքան էլ սիրուն բարեկարգ բակ է։ Այդ տարածքը բուլվար է ժողովրդի համար, իրանք չէ, գրողը տանի Չուլան Չուլանի, այ հիմա իրանք են Չուլան դարձնում, այդ ձայնով դες գնում նստում են։ Հիմա փաստորեն էս մարդը էլի վեղարով, բանին իրան նշնչած, այն հիմա ոնց որ ես դու գեներալի շորակն եք, ասում են գենշտաբի պետ ենք։ Խնդալու է, չէ, առնվազն։ Ղազարյան շատ լավ էր գրել, Ռուբեն Ռուբինյանին էր հղում արել, ասեց Ռուբեն Ռուբինյանի համար ես շարունակում եմ մնալ կառավարման ակադեմիայի կառավարման ֆակուլտետի դեկան։ Այսինքն տարիներ առաջ Էդգարը ասենք այդ պաշտոնը զբաղեցրել է, բայց ասում է հալավ որ հիմա ես դա չեմ։ Իրականություն ուրիշ է եւ լավ կանի Արմանը ինքը սուսփուս Մասիսիների զայրույթին էլ բան չանի, դոզան չփորձի էլի ոչ մեկ։ Ուղղակի սուսփուս գնա, որովհետեւ ես կարծում եմ արժանապատվությունը լավ բան է։ Հացառես էլի, ամոթ է։ Արժանապատվությունը դա ֆենոմենալ բան է, որը այսօր շատերի մոտ բացակայում է։ Գնա, ընդունի, բայց դու գիտես կաշմարը որն է։ Ինձ տեղեկություններ են փոխանցվել, որ այսքանի օրը ինքը խառը գործերի մեջ է եղել, կազմակերպել է իր եղբորը, որին Ռուսաստանի թեմում է եղել, նա այլևս վերադարձել է Երևան եղբոր հայտարարությունից հետո ու հետ չի գնացել, ասեմ իմանաս։ Այստեղ է։ Այո, այդ եղբորը փորձել է դրստել տեղավորել այս օրերին Ամերիկայում որպես քահանա։ Պատկերացնում ես, այսինքն Հովնան Սրբազանը, այո, արևմտյան թեմում, երևի։ Արևմտյան թեմում, այո։ Բայց դու տեսար Հովնան Սրբազանը նույնպես է 10 տիրադավներից մեկն է, ես ուզում եմ սրան էլ անդրադառնալ, մեր ժամանակը երկար է Սյուզի հետ անհնար է կարճ։ Ուրեմն տես, Հովնան Սրբազանը, Հովհան arczepiskopos Տերտերյանը, ով հանդիսանում է Կալիֆոռնիայի արևմտյան թեմի առաջնորդը, նա էլ այդ 10 տիրադավներից մեկն էր եւ եթե ստորագրելու թուղթ կա, ինքը ստորագրում է, բայց ոչինչ չի խոսում։ Մեկ հայտարարություն արեց, որ այսպես չի կարելի եւ այլն վեհապարը պետք է հեռանա, սա արեց, հաջորդ քայլով Ավստրիայում առաջիկա փետրվարին գիտենք բոլորս, որ այո, տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա ժողովը եւ այս Հովնանը որոշել է, որ պետք է մասնակցի, որտեղ ինքը նույնպես գմանթ է։ Ավելին ինքը այս ընթացքում չի զղջել վեհապարորանունը, իր որևէ անգամ չի եղել, ես Ամերիկայից ունեմ տեղեկություններ։ Այսինքն Փաշինյանի հրապարակային պահանջին են, որ ասեց պահանջում եմ եւ ակնկալում եմ, որ այսուհետ բոլոր եկեղեցում կխոչընդոտեք, եթե ինչի եւ այլն եւ մի ինչեցրեք։ Ինքին համար ասես նստեց, ով բանատեղ դրեց, նույնիսկ Կճարանի Սուրբ Սարգսում են առաջնորդանից եկեղեցում չեն զեղչում։ Իդեպ վեհապարի անունը զեղչվել է միայն այն պատարակներին, որին ինքն անձամբ մասնակցել է։ Գեր բարեխնամը, այո, Գեր բարեխնամ եպիսկոպոսը, որը իդեպ Փաշինյանին հուշում է սաղմոսներ կարդալ եւ սովորել եկեղեցու կանոնակարգ եւ այդպես են գրեհիկ անմակարդակ տեքստերը գրել Facebook-ի էջում։ Ըստ օթում կախված լուրերի ասում են, որ ինքը դրա հետ փոխկապակցված է եղել, բայց ինքը չէր հերքել։ Ժամանակը դասավորվեցնեց, որ տեսեք, այդ մասով կային մեղադրանքներ, որ նա կապ ունի այդ սաղմոսների հետ, որ պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր իր Facebook-յան էջին, մեղադրեցին իրեն, որ նա է այդ սաղմոսները տրամադրում եւ այլն։ Ճիշտ ասած վստահ չեմ, բայց ինքը չհերքեց։ Ինքը չհերքեց, որ դա ինքը չէ։ Ես անձամբ եմ մոտեցել, ինքն ասում է այդ գրողին ասա դու սենց ուրիշ բան ասում հարգելիս հիմա դու ես Նիկոլին տրամադրում, դու ես Նիկոլին օգնում, որ Կամնագրքի որ կետով օրինակ ինքը ընդվզի եկեղեցու եմ դու ես անում, որովհետև դու ԵՊՀ ռեկտորի սենյակում ես առավոտի ծիրիկուն եւ շատ հստակ տեղեկություններ են հասնում, որ դու հենց Նիկոլի հետ ես։ Չէ, չկա տես բան եւ այլն ցած վախեցած։ Դու իդեպ դրան անդրադարձել ես Սյուզի։ Հիշում ես այն ամենաառաջին ալիքի ժամանակ ժողովին, այո։ Ամենաառաջին ալիքի ժամանակ ես հիշում եմ դու տեսագրություն էիր հրապարակել իրեն հետ զրույցի, հիշում ես դրանից հետո քեզ ինչպես էին հալածում։ Ասում էին նա հրաշք է, այո, անդիմության կողմից դու
բազում զանգեր էիր Հարացում են, ստացել։ որովհետև գիտես, այս մարդիկ չեն հավատում։ Ամեն մարդ ընկալում է իրականությունը իր պրիզմայով է նայում, հա, այսինքն ինքը չի մտածում, որ իր հետ նորմալ բարևող եւ այլն շփվող եպիսկոպոսը պիտի ասենք այսքան տիրադավ լինի։ Եվ պաշտպանողները շատ արժանավոր մարդիկ էին։ Քեզնից ներողություն խնդրեցին այդ մարդիկ։ Ներողություն խնդրել են այդ մարդիկ։ Իմ շատ սիրելի Ռուբենը Մելիքյան նույնիսկ լայվ է մտնել այդ առիթը, որը իր պաշտպաններից մեկն էր։ Բայց հետարքինն է, որ այս մարդիկ իրականում շատ վաղուց են Փաստորեն Փաշինյանի շուրջը հավաքված եւ նրանք վաղուց են այս գործընթացը սկսել։ Ուղղակի մամուլը կծկտուր տեղեկություններ էր հայտնում, հավանաբար նաեւ հապար հորը կամ եկեղեցականներին հասկացնելու, որ այսպիսի ազդակներ կան, հարգելիներս։ Ի վերջո մեր կապերը կարող են ուսանողից մինչև դասախոս լինել, մեր կապերը կարող է լինել հենց բարեկամ, օրինակ իմ բարագայում ես եղունգներ էի հարդարում եւ այդտեղ շատ հետարքի ինֆորմացիա ստացա եպիսկոպոսներից մեկի մասին, որ ուներ բարեկամ։ Հիմա ես չեմ ամաչում դրանից, բայց հասկանում եք, այս Հայաստանը շատ փոքր է եւ մենք շատ մեծ շփումների շրջանակ ունեցող մարդիկ ենք, այնպես որ ասենց գնալ բոտեքսի հետ գալ մտնել եկեղեցի մի հատ խաչ անել, հետո նավսեկի մտնել մի հատ Նիկոլի սենյակ, մի հատ ստեղ, մի հատ այնտեղ Նիկոլին հետո ասուլիսին ասի ես չեմ ճանաչում այդ եպիսկոպոսին, բայց ինքը գործից հանեց էլի նավսեկի մեր այդ բացահայտումից հետո գործից հանեց ու թաքուն մի հատ տեղավորեց մի ամիս հետո նորից ու հանկարծ անտես չմնա որտեղ բայց նա հիմա դեկան է եկեղեցում դեկան չի, դեկան չի, բայց կաբինետ ունի, այո, կաբինետ ունի ԵՊՀ-ում եւ այս Ժամկոչյանը նկատի ունեցեք, որ Գրիգոր Լուսավորչի բանն է եկեղեցու հոգևոր առաջնորդն է եւ Գրիգոր Լուսավորիչը ուղիղ ենթարկվում է Մայրաթորին ու իհարկե Արտակ Սրբազանին, բայց այսինքն մյուս տիրադավին, ով եւս միացել է Փաշինյանին հակաեկեղեցական շարժման մեջ, բայց իր քահանաներից ու սարկավագներից որևէ մեկը չմիացավ իրեն եւ սա ինձ թվում է շատ լավ օրինակ է։ Մենք չենք հասցնում այս հախուռն տեղեկատվական դաշտում լցնել պատմության համար շատ կարևոր նրբերանգները, բայց ինձ թվում է մենք ամենաազնիվը կլինենք, որ անուն առ անուն գրենք, հաղորդագրություններով, տեսանյութերով ապացուցենք, որ Փաշինյանի պարտադրված ծեսերին հրաժարվում են, ինչպես նաև զորավորում։ Այդ տարածքում այդ եկեղեցին սպասարկող քահանաները, սարկավագները, դպիները գնում են բերովի մի հատ այնպես բան կա, չէ՞, բերովի հավատացյալ, բերովի խաչանով, զղռ բերում են այդտեղ, մի հատ շուտ բեմադրում են, արագ նկարվում են, դուրս են գալիս։ Հիմա այդ բանը տավրը գնում է հաջորդ եկեղեցի։ Կարճ ասած, ոչ զորավորը կարողացան պղծել, ոչ կարողացան Գրիգոր Լուսավորիչը պղծել։ Սուրբ Սարգիս եկեղեցում, որը համարվում է Կճյանի առաջնորդանից եկեղեցի, նույնիսկ այնտեղ չեն զեղչվում վեհապար Հայրապետի հատվածները պատարակում։ Ասածս ինչ է, որ մենք ահագին մեծ հաջողություններ ունենք, մենք, որովհետև մենք հազիվ մենք դարձանք, ընդդիմությանը չհաջողվեց մեզ մենք դարձնել, ընդդիմության համար մենք մնացինք այսպես աղճատված կողմնակիցներ կամ ուղղակի ընդդիմախոսներ, բայց եկեղեցու շուրջ հավաքվում են հավատացյալները եւ պատերազմը գնաց ասավ եկեղեցու դռների տակ ու դրանով փաստորեն համ նորոգեց մեր հավատը, համ ինձ թվում է նաև եկեղեցուն մի հատ թող Աստված ինձ բերի կցրեց հողին։ Բոլոր եկեղեցականներին, այո, եկեղեցին ներսից նորոգեց։ Գուցե նաև հապար Հայրապետ իրականությունը այն գույներով չէր զգում եւ այն էմոցիաներով, որը կա։ Գիտեք, որտեվ հաճախ մենք քննարկել ու քննադատել ենք։ Հիմա մենք տեսնում ենք լրիվ ուրիշ իրավիճակ եւ շատ պիտի փառք տանք Աստծուն, որ նաև մեր դրսում ապրող հայրենակիցները Ռուսաստանում հատկապես ինչ լավն են ու մենք անդադ մարդկանց հետ շփվում ենք, հասկանում ենք այդ արձագանքներից։ Ջահել տղերքը, որոնք ծնկ եկած աղոթում են, այն որ ուզում եմ ասեմ ձեր ցավը տանեմ, ես հետի տեսանի շատ ազդվել եմ։ Շատ լավ բան ասեցիք, դարձեցինք մենք։ Չասել, այո, Նիկոլի պես, դու կարող ես այդ անգիրած տիտիտիտի չասել, sense լրված եկեղեցում քո հաջորդ դավադիր պլանը մտածել։ Դու կարող ես ուղղակի չիմանալ նաև միգուցե հայրմերը, բայց դու լինես հավատով, արժե համակարգով քրիստոնյա, քո վարքով, քո ապրելաձևով քրիստոնյա եւ հայ, եւ մկրտել քո զավակին, հետո դառնալ եկեղեցու անդամ, հետո դառնալ քրիստոնյա եւ նոր մերձանալ, բայց այս խնդիրները ասես բոլորին հախուռն լցրեցին եկեղեցի եւ ասացին քոնն այս ազգային է դա, պիտի պահես։ Այո, դու պիտի գուրգուրես ու հիմա եկեղեցին մեզ ա գրկել, մենք եկեղեցու։ Սյուզի, բայց այս ամբողջ պատմության մեջ, այսպես որպես վերջաբան, ես չեմ կարող դրան չանդրադառնալ, փառք ու պատիվ եւ մեծ շնորհակալությունս պիտի հայտնեմ քեզ մասնավորաբար։
իմ լրագրող բոլոր այն գործընկերներին, այն լրատվամիջոցներին, Բոլորին։ այո, քանի որ դու այստեղ ես անձնապես քեզ եմ Հալալ այդ հայտնում երեխեքին, եւ նաեւ այո։ բոլոր այն իմ Արի գործընկերներին օպերատորներն էլի։ լրագրողներին, օպերատորներին միանշանակ, որտեվ օպերատորները եթե չլինեն այդ արձանագրումները չենք ունենա, միանշանակ իհարկե նաեւ հեռախոսը այսօր ամենակարևոր գործոնն է, Այդ Նիկոլից ենք ձեռքում, սովորել, այո, այդ Նիկոլից ենք սովորել, հա։ Եթե լրագրողական այս ինչ ասեմ, սպայկա, հա, այս սպայկան ու դա ոչ թե զուտ ուղակի աշխատանք կատարել Չէ, իրենք արձանագրող մարդիկ, իմ գործընկերները, Իրենք պայքարող են, նրանք իրենք այդ արձանագրող ապրումակցման մեջ են, այդ լադի մեջ են, իրենք ամուր արժեհամակարգ ունեցող մարդիկ Իսկ են։ իրենք քարոզչություն են նաև իրականացնում։ Այո, Իրենք ասում են, եւ որ այդ լրագրողներն Նիկոլի են։ հավատացյալը, հիմա դու ընտրի, սիրելիս, դու իր Այո, կողմից ես, թե չէ։ այո, եւ ցույց են տալիս Նիկոլի բացահայտ։ եպիսկոպոսը Նիկոլը, որը վախենում էր եւ սկսում էր թիրախավորել Բագրատ Սրբազանին, ինչ թե այդ խեղճ մարդը եկեղեցական էր եւ սկսել էր հայրենիքի համար իր պայքարը, ասում են եկեղեցական ինչ իրավունք ունի, բայց հիմա ինչ ես տալի ԿՊ սերվիս բացրես 10 հոգու։ Այո։ Հիմա այսինքն քո դեպքում կարելի է եկեղեցական շարժում կամ հələ մի բան էլ ավել հակա եկեղեցական շարժում, բայց այն նորմալ որակով արժանապատի վարժե համակարգային մարդուն չի կարելի։ Եթե ԿՊ-ի հետ գործ ունեն, դա քաղաքական չի։ Ուղղակի ես Հասկանում եք, պիտի Աստծուն փառք տամ, որ մենք այսքան գիտակից ու սթափենք եւ չենք կաշկանդում, չենք վախենում, ինչքան էլ մեզ փորձեն տուգանելով, սպառնալով, վախեցնելով, վախեցնելով, կամ ասենք տղերքի նստացնելով մի հետույք բառի համար եւ այլն, ինչ ուզում եք արեք։ Պայքարելու բոլոր ձևերը կան, բայց մենք շատ ենք ու մենք ենք, այդ դուք եք դուրս մնացել։ Հիմա մենք -1 այդ -1-ը բայց մենք կարող ենք նաև հնարավորություն ստեղծել, որ նրանք դարձի գան։ Միշտ կա բաց դուռ դարձի գալու համար։ Ես ոնց հասկանում եմ եկեղեցին հատկապես այդ եպիսկոպոսը Եկեղեցին այդ դուռը միշտ բաց է պահում եւ իր այս վարքը, այս զսպվածությունը հենց դրա արգասիքն է, Աստված, որ ես չգիտեմ։ ասում են, որ անկախ ամեն ինչից նրանք նույնպես մեր զավակներն են, Եվ բայց սխալվելու մոլորյալ են, իրավունք այո, ունեն, այո։ եւ մոլորված զավակը միշտ ունի հնարավորություն դարձի, վերադարձի եւ ապաշխարության։ Չգիտեմ, իհարկե, Այս լավ նոտայով ուզում եմ ավարտենք մեր զրույցը, Ուզում կճանին պատկերացնում հետ եկած դարձի եկած։ բայց կարող է, չէ՞, Կամ Սիմոնա։ Աբրահամ Սրբազանին։ Իմիջիալոց Աբրահամը։ մենք կխոսենք եթերից հետո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօր իմ տաղավարում հյուրընկալվել էր իմ լավ ընկեր, իմ լավ գործընկեր, ակտիվ լրագրող Սյուզի Բադոյանը։ Ծափերը։ Ծափեր։ Հա, իմիջիալոց հիմա ծափերը մոդա է, չէ՞։ Չէ, Որ ուր գնում է, բոլորը ծափ են տալի, ես չգիտեմ այդ ինչա։ Հետո բոլորին ասում է KGB-ի գործակալ, ասենք այդ պարտկոմի այդ մեթոդները, որը դրանց կուսակցությունում է, հայտարարություն։ Երկում, ասում է հետս երկեք, խելապոտ։ Անցանք առաջ։ Շնորհակալություն, կհանդիպենք եկող շաբաթ, լավ մնացեք։ Պղծենք եթերը, չէ։ Հա, ստեսյուն։ Հաջողություն։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։